Բարի ժողովուրդ, հուսով եմ, որ դուք բոլորդ լավ եք։ Ես ոնց որ վիրուս է, ինչ-որ գրիպ, այդպես հիվանդանում եմ։ Մի շաբաթ մենակ հազեր, հետո սկսեց այս կոկորդից ներքևի մասը ցավալ ու իսկույն 3 ջերմությունն էի գործի տեղը, որ լավ չէի զգում։ Այսօր էլ արդեն գրիպն է ավելացել։ Փաստորեն այս արդեն անցյալ տարվանից է այս վիրուսը ինձ հետապնդում, որովհետև դեկտեմբերի 31-ին լավ չէի զգում, գնացի բժշկի ու այսպես մնաց խորացավ։ Ինչևէ հիմա կիրակի առավոտը արթնացել ենք, պատրաստվում եմ հյուրի ենք սպասում, հիմա մի հատ ուզում եմ արագ սուրճ խմեմ, ամեն ինչ պատրաստել եմ, միշտ թեյի գտալով եմ սուրճը բանանում, չափանում, հիմա ուզում եմ մի հատ իրա չափի գտալով անեմ, նայեմ ես ոնց է լինում, փորձեմ էլ այս ձևով, այս թվում այս շատ է, որովհետև աչքա չափով էլ այս շատ է թվում, այս շատ թունդ կլինի, այդպես չեմ ուզում, հաստատ այս շատ է, ինչ պետք է վերցնեմ, որովհետև այնպես որ լսում եմ, արդեն գիտեմ, ինչքան է լինում, Քսենիան է այնտեղ, տրճիկներ է տալիս, մի հատ դեմ եմ սուրճս երբ խմեմ, ինչ որ պետք է արդեն պատրաստել եմ, դե ամեն ինչ ունեի պատրաստի, բաժակ բերեմ ու ժողովուրդ։ Նոր տարվա օրերին մի դրական բան կա, որ ուտելիք ամեն ինչ ունենում ենք, ես դե այդեն չեմ եփում, ամեն ինչ ունենում եմ, բայց չեմ եփում, դնում եմ սառացնում եմ, կամ ամեն ինչ պատրաստի ունենում եմ, որ պետք է լինում, արագ մի բան սարքում եմ, ինչ որ պետք էր դրել եմ, բայց սրան ավելացրել եմ, տոլմա եմ եփել թփով, խաղողի թփով տոլմա եմ եփել, գառի սիրտու թոք եմ եփել, հետն էլ ուզում եմ խինկալի էլ եփեմ, կիրակյա սխտորի հոտ կարելի է սխտորի հոտով Ինչևէ ժողովուրդ ջան, հիմա ջուր կար սրա մեջ, հակա ոնց որ, ասեցի մի հատ սուրճ խմեմ, ժողովուրդ ջան, միանամ ձեզ էլ բարևեմ, սկսեմ վլոգը, եթե չէ, ուրեմն չեմ անի, հիմա արդեն Աշոտը գնաց մեր հյուրին դիմավորելու կայարանից, ասեց ուզում ես դու գնասի, չէ, ես մնամ ինչ-որ անելու եմ, սեղանը դնեմ, պատրաստեմ, ինչև դու գնաս կգաք։ Այդպես ժողովուրդ ջան, ընթացքում մի հատ էլ ասեցի սուրճ խմեմ, 20 րոպեից իրանք նոր կգան, չէ, 20 րոպեից էլ մի քիչ ավել։ Դրսում էլի մինուս է, -1, Աշոտը գնաց մի քիչ շուտ դուրս եկավ, ասեց գնամ մեքենայի այդ ապակին, դիմապակին մաքրեմ, ջուր բերեմ։ Երեք էլ որից գործեր տանում, նենց սառած էր այդ ապակին, ասեմ, որ այստեղ լավաշը հանել կտրել եմ, այստեղ երեկվա վլոգը եթե նայել եք, սիգարետներն են, այստեղ մի քիչ մնացել է լոբյանին, որ ձեզ ցույց տվեցի, այսքան մնացել է ժողովրդի չամով բանա, Կարծեմ Անահիտն էր Վրաստանից գրել Բաղադրատոմսը մածունով, Անահիտ ջան, գրի, եթե դժվար չի, խնդրում եմ գրի, երևի մածուն սոդայով է, հա, այդ Բաղադրատոմսը, ես էլ ինքան փափուկ է ժողովուրդ, շատ փափուկ, երեք ընդմիջման համար սրանից էի տարել, մի քիչ էլ հետը մածուն էի տարել, այդ ինչ լավ կուշտ պահեց, իրիկունը տուն է եկել, ուտել չէի ուզում, շատ լավ բան է, բայց այնտեղ մի հոգի գրել էր, կարելի է ընկույզ ավելացնել, լավ միտք է, կարելի է հաջորդ անգամ ընկույզով սարքել։ Իրական սուրճի եփել եմ, բայց ոնց որ բերանս դառը լինի, այդքան հաճելի է չի, բայց մի քիչ կխմեմ։ Այս արտիշոկն եմ ուզում խաշեմ, ջուր եմ դրել, որ եռա, ուրիշ բան Բաղադրատոմսը հիմա չեմ էլ ուզում նայեմ, որովհետև ժամանակ չկա դրա համար, ուղղակի հիմա մի թեթև այս հետևի մասը կկտրեմ, մի փոքր, որ տերևները դուրս չգան ու կխաշեմ։
Ես իհարկե այդքան էլ էս արտիշոկի իմաստը չեմ հասկանում, բայց ամեն դեպքում երկու անգամ առել խաշել ենք, այդ մեջի մասն էր ոնց որ դրա հետաքրքիրը։ Հետո մի երկու կում խմեմ, հետն էլ արդեն սեղան սարքեմ։ Այս պանիրը շատ լավն է, 55% յուղայնությամբ սրանից կդնեմ։ Իրոք շատ համով պանիր է։ Մի երկու հատ կկիսեմ, այսպես դանակ եմ դնելու, արդեն ով ուզենա կկիսի իրա համար, սիրունության համար սուտ։ Մի անգամ պամդոր վարունգ էլ կկիսեմ, այս սեզոնին դե չի էլ ուտվում այդպես, ինքան որ վարունգը որ կիսում եմ, նես թարմության հոտ է գալիս։ Հա գրիպա մոտը սկսվել, բայց թարմության հոտը զգում եմ էլի, հոտերը զգում եմ։ Արդեն վատ եմ զգում, որովհետև այս վերջերս հա հիվանդանում եմ, հա գործից բացակայում եմ։ Երևի իմունիտետս ընկել է իրոք։ Լոլիկ վարունգը իհարկե կիսել այդքան էլ լավ գաղափար չի, բայց դե շատ չեմ կիսում, որ կարկ լինի նորից կավելացնեմ։ Հիմա այդպես չի էլ ուտվում, հա։ Սրանք տանեմ դնեմ սեղանին։ Թթուս լավ չի թթվել, բայց պետքա դնեմ։ Այդպես լավ թթու չի, բայց նենց համով է, մի քիչ էլ կծու է, շատ լավն է։ Շատ վաղուց ինձ հարցրել էիք, թթուն ինչ օգտակար հատկություններ ունի։ Թթուն շատ լավ է աղեստամոքսային տրակտի համար, աղիների լավ բակտերիաների համար, վիտամին C է պարունակում, կարճ ասած մարսողական համակարգի համար շատ լավ է, որ փոքր ենք այդքան չէինք հասկանում ու զարմանում ենք, որ մեծերը ուտում են։ Փաստորեն այնքան խելացի ու իմաստուն էին մեր մեծերը, որ գիտեին։ Մենք էլ մեծացանք, նոր հասկացանք, մի քիչ իմաստնացանք, շատ լավն է։ Քանի չեմ կերել, տանեմ դնեմ սեղանին։ Ջուրի եռած, մի քիչ խոշոր ապրեսնեմ ու այս արտիշոկը գցեմ թող եփվի։ Մենակ մի թեթև մի բարակ այս մասից կտրեցի ու վերջ։ Փոքր են, բեյբի արտիշոկեր են։ Թողնեմ թող եփվի։
Չէ։ Մի քիչ սուրճը խմեմ։ Մենք մի քիչ սովորություն ունենք, չէ՞, մեր հայկական սովորությամբ, որ միշտ մտածում ենք քիչ չլինի, որ հացմաց ենք սարքում, քիչ չլինի, բայց չենք մտածում, որ մարդը մի հատ ստամոքս ունի, ասենք, այդ մի ստամոքսը պետք է լցնի, չի կարա էլի ասենք դրանից ավելի լցնի, չէ՞, այսինքն պետք է մի քիչ իրատես լինենք, էլի, ինքան սարքենք, որ մարդը, ուղղակի մարդը ուտի կշտանա, ոչ թե այնքան շատ անենք, որ հետո էլ չուտենք մնա։ Միշտ կարելի է թարմ ինչ-որ բան սարքել, ոչ թե շատ սարքել մնա թնանա։ Ես օրինակ ուտելիքները սիրում եմ թարմ, ճաշեր, ամեն ինչը սիրում եմ թարմ։ Մի բանը, որ տարվա ընթացքում անդադ ուտում ես, արդեն հետաքրքրությունը կորում է։ Մանդարինները տիպիկ օրինակ, որ չնայած մանդարինը միշտ էլ ուտվում է, բայց այդ ժամանակ, ասենք, նոր տարվան հատուկ, նոր տարվա շունչը հենց մանդարինն էր բերում։ Ես դնենք սեղանին։ Այսպես որ հեշտության մեջ մտնում է դանակը, արդեն եփել է, հա, փափուկ է։ Սրանք մատղաշ էին ոնց որ։ Հա։ Ավ մի 2 րոպե էլ թողնեմ եփվի ու անջատեմ։ Խնկալի էլ հանեմ խաշել։ Միշտ մտածում ենք, չէ, քիչ չլինի։ Խնկալիներն էլ խաշեմ, առանձին պակետներով դրել սառացրել եմ, մեծ տոպրակներ չունեի, փոքրերով եմ դրել, այսինքն այստեղ պորցիայից, երև մի 20 հատ շատ մեջ լինի, սրանք էլ դնեմ խաշեմ։ Շատ հավեսած էր տնոն։ Ապրես։ Հա, այդ առումով հաստատ։ Դուք ունեք հա տակի հարևան կա։ Հա։ Շատ են դժգոհ։ Չէ, դե մենք շուխուր չենք անում, մեկ մուզիկա եմ մենակ միացնում, մեկ որ Պրոսկի ժամը դե 10-ից հետո պետք է ձենը կամասնեմ, բայց որ արդեն զում ես հավեսի, եք չես կարող կամասնել։ Մեջ հյուրին բերեցի կայարան ճանապարհելու, հիմա ետ եմ դառնում, ահագին ցուրտ է, մի աստիճան է դրսում, քաղաքում հանգիստ է, դրսում հանգիստ են փողոցները, հանգստանում են մարդիկ, որ վաղ աշխատանքային շաբաթը կսկսվի, վաղը մեր սուրբ ծնունդն է, տոնածառը դրանից հետո արդեն կարելի է հավաքել։ Բայց վաղը չեմ հավաքել, կթողնեմ երև մի շաբաթ էլ հետո նոր։ Այստեղ մարդիկ շատացան, վազորդներ են, հեծանվորդներ են, շունիկներին են հանել ման տալու։ Հա, այսօր
Այսօր դե Կիրակյա խանութները մինչև ժամը 6-ը բաց էին, ես մոռացել էի, դրա համար են այս կողմ մարդիկ անցու դարձանում։ Դուրս եմ եկել, բայց մոռացել եմ, պայուսակս չեմ վերցրել, փաստաթղթերսել դրամապանակով պայուսակիս մեջ են։ Մտածում եմ, բա որ հանկարծ Կիրակյա էլի, ոստիկանները այսօր կանգնեն ստուգեն, ու ես չեմ վերցրել իմ հետ, դուք կնշանակեն, բայց լավ է, իմ բախտից մինչև հիմա ոչ մի բան չկա։ Մոռացա արագ դուրս եկա ու չվերցրի պայուսակս։ Առանց անձնագրի չի կարելի դուրս գալ տնից։ Դուք անկա, բայց չգիտեմ ինչ կա։ Իսկ մեր մոտ հիշում եք անձնագրերը նախկինում, ես հիշում եմ մենակ ընտրության գնալուց։ Պապաս անձնագիրը ուզում էր, որ գնար ընտրությունների։ Այսինքն մինչև չէին էլ վերցնում մոտերը, մենակ այդ օրերը։ Բայց հիմա չգիտեմ, կարելի առանց անձնագրի դուրս գալ Հայաստանում, թե չէ։ Կամ բացեմ դուրս գնաք Սյունյան։ Մակրոտի գնաքսյունյան, հա, արի, բացում եմ, արի գնա օթա փոխվի։ Ուզում եմ էլի այդ իմունիտետը բարձրացնող բանից սարքեմ, չգիտեմ ինչքանով է բարձրացնում, բայց թե եչ որ չէ ինձ կներշնչեմ, որ բարձրացնում է, բայց թե չէ, սրանք հակաբորբոքային բան ունեն, այս քրքումը, իմվիրը, այս քրքումի արմատ, այսքան կար տանը, այդ կլցնեմ, մատերին լավ գույնա տալիս, բայց ձեռնոցով աշխատել չեմ սիրում։ Ես մի անգամից այսպես կգտրեմ ամանի մեջ, մի քիչ էլ բան կլցնեմ, այս կոճապախբեղից կլցնեմ, որ հիվանդ ենք լինում, ոնց որ թեյ խմելի չկա, չէ, դուրս չի գալիս, չնայած նաև բերանը, որ օրինակ իմ մոտ այդպես է, որ դառնություն կա բերանում, ոնց որ թեյը չխմի, դուրս չի գալիս։ Ես ծաղկիկ եմ, ժողովուրդ ջան, որոշ բաներ ծաղկով եմ անում, որոշ բաներ աջով եմ անում։ Այս ժամանակները ստիպում էին, որ աջով անպայման գրենք է, ասում է չի կարելի, եթե երեխան ծաղկիկ է, թող ծաղկով գրի, ծաղկով անի ինչ որ անում է։ Հետաքրքիր չի են ստիպում, որ ծաղկիկը աջով պետք է գրի։ Ձեռագիրն էլ է փոխվում։ Կիտրոնը մոռացել էի, նարինջ կգցեմ, բայց նարինջի կլեպները կհանեմ, որ շատ բառը չլինի։ Կորիզներն էլ հետը մաքրեմ։ Սրանից կարելի է լցնել գրեյպֆրութ։ Ուտելով էլ նույն էֆեկտը երևի կտա, ուղղակի այստեղ որ իմբիր ու քրքումել եմ լցնում, դրա համար այս մրգերն էլ խառնեմ հետը ավելի հեշտ կխմվի։ Իմբիրով թեյել եմ խմում, բայց այդպես դուրս չի գալիս։ Ուղղակի գիտեմ, որ լավ է, զուտ դրա համար խմում եմ։ Կիվին է շատ վիտամին C պարունակում, այն էլ չգիտես ինչ կիվի է, ես ինչքան ժամանակ առել ենք, այդպես էլ չի հասնում։ Չգիտես ինչ են սրսկում, ինչ են անում, կիտրոնի քանակը ավելի լավ է շատ լինի։ Պարտադիր չի հիվանդ լինենք, նոր սարքենք խմենք, ես կարելի է անել, նախապես իմունիտետը բարձր պահել, որ չհիվանդանանք, ոչ թե հիվանդանալուց հետո նոր սարքենք։ Հիմա վիրուսները իրոք շատ են, մենք էլ որ շատ մարդկանց հետ ենք շփվում, ինքան շատ են փռշտում են, նենց բարձր են փռշտում, որ բաժնից բաժին լսվում է։ Ձեռքերս լվանամ։ Հիմա սրա վրա ջուր կավելացնեմ ու կմարեմ։
այս ցենց սիրուն բաժակով կխմեմ, որ հաճելի լինի ավելի խմելը։ Մեղր չեմ լցնելու, հենց այսպես պետք է խմեմ։ Դե մի անգամ այդ շատ չեմ էլ կարող խմեմ, մի քիչ էլ ավելացնեմ։ Պատկերացրեք, տես դառնել չի, թթուել չի, ինձ դուր է գալիս սենց։ Մեղր որ լցնեն քաղցրը համը փչացնում է։ Ուղղակի եթե ճնշումը, չնայած իմ ճնշումը սիրում է տատանվի, ասեն կարող է խմեմ ու ընկնի, էլի։ Բայց չեմ ուզում մեղր լցնեմ, սենց խմելու եմ, հետո ջուր շատ կխմեմ։ Կարելի է նաև բանով անցկացնել քամիչով, մեջի բաները շատ խոշոր չեն, էլի խմբումը հաճելի է։ Այս ցույց եմ տալիս, որ ձեզ էլ մոտիվացնեմ, դուք էլ սարքեք խմեք, պարտադիր չի, որ հիվանդանաք նոր։ Եթե ինչ-որ բաղադրիք չկա, ոչինչ, այդ մի հատ ավել, մի հատ պակասը, կարելի է սարքել խմել։ Հեչ որ չէ, ստանդարտ բազան, կիտրոն, իմբիր, քրքում, եթե քրքում էլ չկա, ոչինչ, կարելի է փոշին էլ օգտագործել։ Ես հիշում եմ, որ Հայաստանում երևի մի 15 տարի առաջ թարմ կոճապղպեղ ես չկար, ուզում էի չգիտեմ որ կողմերից, որ ծանոթով բանով ուզել էի, չորն էր, արմատն էր, բայց չորացրած։ Իսկ այս հիմա փառք Աստծո, հիմա դե թարմը կա, արմատը կա, կարանք օգտագործել։ Բայց ինձ թվում է էֆեկտը երևի թե նույնն է կլինի, էլի, չորինն ու թարմինը։ Այնպես որ սարքեք, խմեք, իմունիտետը բարձր պահեք, չհիվանդանաք, առողջ եղեք։ Լավ մնացեք, կհանդիպենք, սիրելի բարեկամներ, հաջողություն։